Հալելույա, փառք Աստծուն, գիտես, Կիրակի օրը ամենալավ տեղը, որ պետք է գնալ, դա եկեղեցին է։ Այնպես որ դու ճիշտ տեղում ես։ Փառք Աստծուն դրա համար։ Որովհետև Հիսուսը ինքը այսօր այստեղ է իր խոսքի համեմատ։ Նա էլ է Կիրակի օրը եկեղեցի եկել։ Եկել է որսի օրհնի ինձ ու քեզ։ Կպնի, փոխի, վերականգնի, բժշկի, լցնի ու ցույց տա այն մեծ ու հզոր ապագան, որ Տեր ունի ամեն մեկիս համար։ Համաձայն ես, կարող ես ասել ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, այսօր խոսք եմ պատրաստել, ու այս խոսքը վերջի մի քանի ամիսների ընթացքում կաթիլ, այսպես ասած հավաքվել է, եւ այդ խոսքը ես վերնագրել եմ այսպես. հաճախակի արի Գողգոթա։ Մարդիկ այնքան վաղուցվանից չեն եղել Գողգոթայում։ Նույնիսկ մոռացել են, թե ինչ է կատարվել այնտեղ։ Կամ էլ աղոտ պարզապես հիշում են։ Հիշում ենք, որ Հիսուսը խաչվեց Գողգոթայում։ Հիշում ենք որոշակի բաներ, բայց այսօր ես կփորձեմ մի փոքր մտնել իրար հետ խոսքի մեջ, նայել ինչ էր կատարվում Գողգոթայում, որովհետև ամեն անգամ, երբ որ խոսացվում է Գողգոթայի մասին, խոսացվում է խաչի վրա կատարված իրադարձության մասին։ Ես այսօր քո ուշադրությունը պարզապես հրավիրելու եմ, թե խաչի կողքը ինչ էր կատարվում։ Լավ, համաձայն ես, պատրաստ ես, արի գնանք Գողգոթա միասին։ Եվ առաջի տեղը, որ ցանկանում եմ կարդալ, դա Ղուկասի ավետարան 23-րդ գլխի 23-րդ գլխի 34-րդ խոսքը, իհարկե այդ պատմությունը ավելի շուտ է սկսում, մի քանի խոսքեր եմ ցանկանում կարդալ այստեղ, 23-34, եւ Հիսուս ասեց. Հայր, թողի դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում, եւ նրա հանդերձները բաժանելիս վիճակ էին գցում։ Հաջորդ խոսքը, եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում, իշխաններն էլ նրանց հետ ծաղր էին անում, եւ ասում ուրիշներին ապրեցրեց, թող իրեն էլ ապրեցնի, եթե դա է Քրիստոսը։ 36-րդ խոսքը, զինվորներն էլ ծաղր էին անում եւ մոտ գալով քացախ էին տալիս նրան։ Սա այս ավետարանում նկարագրված մի փոքր հատված է։ Ինչ էր տեղի ունենում։ Հիսուսը խաչի վրա է։ Գիտես, երբ որ ես ասում եմ, ես պետք է խնդրեմ քեզ, որ դու մտովի տեղափոխվես Գողգոթա եւ կանգնես այնտեղ մի անկյունում եւ պարզապես փորձես տեսնել այն ամբողջ տեսարանը, որը կար այնտեղ։ Ես կարդալու եմ 3 ավետարաններից եւ սա առաջի ավետարանն է, Ղուկասի ավետարանը, որտեղից ես մեջ եմ բերում եւ ինչ էր կատարվում։ Հիսուսի հանդերձները, զինվորները բաժանում էին իրար մեջ։ Ուզում եմ, որ սա ֆիքսես։ Մյուս տեսարանում ինչ էր կատարվում, իշխանները ծաղր էին անում։ Հաջորդում ինչ էր կատարվում, զինվորներն էլ էին ծաղր անում եւ փորձում էին քացախ տալ Հիսուսին։ Գնանք մյուս ավետարանը, Մարկոս ավետարան 15-րդ գլուխ, Մարկոս 15, 29 խոսքից եւ այնտեղով անցնողները նրան հայոյում էին, իրանց գլուխները շարժելով ու ասելով վահ, ով տաճարքանդող ու 3 օրում շինող, ապրեցրու քո անձը եւ իջիր խաչից։ Եվ 31-րդ խոսքը, նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ միասին ծաղր էին անում եւ ասում, ուրիշներին ապրեցրեց, իր անձը չի կարողանում ապրեցնել։ Ուզում եմ այս տեսարանը մի փոքր ավելի նկարագրեմ։ Կար խաչը, Հիսուսը խաչի վրա էր, զինվորները վիճակ էին գցում նրա հագուստի համար, ժողովուրդը ծաղրում էր, քահանայապետները եւ դպիրները նույնպես ծաղրում էին, ու անցորդները, ովքեր որ անցնում էին այդ տեղով, ինչ էին անում, հայոյում էին։ Դες ինչպես էին հայոյում, գլուխները թափ տալով։ Մենք էլ ունենք նմանատիպ սովորություն, Ծպծպոցը միգուցե չէր լսվում ընդ որ գրեին,
բայց բոլորը գլուխները թափ էին տալիս։ Ու ինչ որ բան ասում էին Հիսուսին։ Ուզում եմ որ ֆիքսես սա, եւ նայենք 3-րդ ավետարանի մեջ ինչա գրված։ Մատթեոս ավետարան 27-րդ գլուխ 39 խոսքից կարդանք եւ անցնող դարձողները հայոյում էին նրան իրանց գլուխները շարժելով եւ ասում էին ով տաճար քանդող եւ 3 օրում շինող ազատիր քեզ եթե ասովորթին ես իջիր խաչից 41-ը այնպես էլ քահանայապետներն էին ծաղրանում դպիրների եւ ծերերի հետ միասին։ Գիտես ընդհանուր ամեն ժամանակ երբ որ խոսվում է խաչելության Գողգոթայի մասին մեծ ուշադրությունը գնում է խաչի վրա բայց այսօր ես ցանկացա պարզապես քո ուշադրությունը հրավիրել խաչի կողքերը ինչ էր կատարվում եւ ես հանդիպեցի 4 խմբի մարդկանց առաջի խումբը դա ժողովուրդն էր ժողովուրդը որը կանգնած նայում էր որոշները հայոյում էին որոշները գլուխները թափ էին տալիս այդ անտարբերությունը գիտես ժողովրդի հələ կանգնենք տեսնենք ինչ է լինելու այն հետաքրքրասիրությունից ելած մարդիկ կանգնած սպասում էին թե ինչ է լինելու մյուս խմբի մարդիկ քահանայապետներն էին դպիրները ծերերը ու միգուցե նաև փարիսեցիները այդտեղ նրանք կանգնած ծաղրում էին Հիսուսին մարդիկ ովքեր գիտեին Մովսեսի օրենքը անգիր մարդիկ ովքեր գիտեին Աստծո խոսքը բայց ինչ պատճառով չէին հավատում եւ նրանք ծաղրում էին Հիսուսին երրորդ խմբի մարդիկ մի քանի հոգի են դրանք զինվորներն են մարդիկ որոնք ուզում էին մաքսիմում ավել բան պոկեին Հիսուս Քրիստոսից առանց իրան հավատալու եւ չորրորդ խմբի մարդիկ ում մասին ես չկարդացի դա Հիսուսի աշակերտներն էին մայրը մարդիկ ովքեր հավատում էին Հիսուսին 4 խումբ ամենայն դեպս ես բաժանեցի 4 խմբի ուզում եմ հարց տամ քեզ որ խմբի մեջ ես հարգելիս 2000 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել մարդիկ նորից գալիս են կանգնեն հələ տենանք ինչ է լինելու միգուցե դու այսօր եկել ես տեղ ասես հələ գամ տենամ ինչ է լինելու այդ Հիսուսը ինչ կարա իմ համար անի մյուս խմբի մարդիկ նրանք են զինվորների հետ կապված առանց Հիսուսին հավատալու ուզում են մաքսիմում ինչ որ բան վերցնեն ինչ որ բան ստանան Հիսուսից մյուս խմբի մարդիկ գիտես ովքեր են ովքեր խոսքը հրաշալի գիտեն ինչ ասում ես ասում գիտեմ բայց այդ մարդիկ երբեք չեն ուզում իրենց խոնարհացնեն խոսքի առաջ դրանք են մարդիկ են ովքեր իրենց անձը ավելի բարձր են դնում քան թե խոսքը ես հաճախ խորհրդատվություններ եմ ունենում ու գիտես մարդիկ են ովքեր ոչ թե ուզում են իրենք հարմարվեն Աստծո խոսքին այլ ուզում են Աստծո խոսքը իրենց հարմարացնել հասկանում ես եւ իհարկե մարդիկ ովքեր որ սրտանց ամբողջ էությամբ ծառայում են Տիրոջը կանչում են Աստծո անունը գնում են նրա ճանապարհների հետևից հավատարիմ ձևից ծառայում են այս 4 խումբը ամեն ուզում եմ որ դու քեզ գտնես այս խմբերի մեջ սա կարևոր է եթե մի խմբի մեջ ես եղել միգուցե հիմա հայտնվել ես մյուս խմբի մեջ ուրեմն եթե լավ խմբի մեջ ես ամրացրու տեղդ եթե վատ խմբի մեջ ես հարգելիս այսօր ապաշխարության օրը այսօր վերջում ենք ապաշխարելու ենք վերջում ունենալու ենք հնարավորություն աղոթելու եւ գալու Աստծո առաջ խնդրելու որ Տերը իր ողորմությունով ների ու մաքրի մեզ ամեն գիտես այսօր յուրահատուկ օր է լինելու որովհետեւ ես խոսալու եմ խիստ անձնական բաների մասին ոչ մի բացահայտում չի լինելու մի անգամից ասեմ խայտարակ չես լինելու բայց խոսելու եմ խիստ անձնական բաների մասին
Ու ես քեզ այսօր կոչ եմ անելու, որ դու վերցնես այն ինչը որ կա քո կյանքի մեջ եւ մենք միասին գնանք դեպի Գողգոթա։ Գնանք դեպի Հիսուսի հետ հանդիպման։ Գնանք դեպի Հիսուսի առաջ դնենք այն մեր, գիտես, մենք սիրում ենք մեր դրական կողմերը ներկայացնել ասում։ Թե մենք ինչքան լավն ենք, թե մենք ինչպես ենք աղոթում, ինչպես ենք քարոզում, ինչպես ենք այս բանն անում, մյուսը Հարգելիս, այսօր ես բացասական բաների մասին եմ խոսալու։ Որ ոչ միայն Հիսուսին քո դրական կողմերը ցույց տաս, այլ նաև բացասական։ Կան մարդիկ, որ բացասական կողմեր ունեն։ Իսկ կան ձեռն պահեն։ Ես հավատում եմ, որ բոլորս ունենք բացասական կողմեր։ Ճիշտ եմ հավատում։ Նույնիսկ համոզված եմ։ Գիտես, ամեն անգամ մենք Հիսուսին ասում ենք, տես Հիսուս, ես ինչ լավն եմ։ Ես այսօր 5 գլուխ Աստվածաշունչ եմ կարդացել։ Ես այսօր 1 ժամ աղոթել եմ։ Ես այսօր այցելել եմ, ես այսօր այս բանն եմ արել, մյուսը։ Փառք Աստծուն քո համար։ Այստեղ կարաս ամեն ասես։ Բայց ես խոսալու եմ բացասական բաների մասին։ Ես խոսալու եմ բաների մասին, որ ոչ մեկը չի ուզում, որ իր բացասական բաները բոլորը իմանան։ Դրա համար եմ ասում, խիստ անձնական բաների մասին եմ խոսալու։ Հալելույա, փառք Աստծուն։ Մի տխրիր, վերջը լավ է լինելու։ Գիտես, ես երբ որ պատրաստվում եմ Սուրբ Հոգին Տերը հատուկ մարդկանց մասին բաներ ասել, որ ես գրեմ, ու ես դրանց հիմա հերթով դրանց մասին կխոսամ։ Գիտես, մարդիկ կան ստեղ, որոշները դիտում են մեզ սոցցանցերի միջոցով, որ դու ծանր բան ունես քո ներսը, հարգելիս։ Դա վերք է, դա չգիտեմ, ինչ-որ մի բան է, որը որ ծանրություն է քեզ տալիս ներսից, նեղում է քեզ ներսից, բայց դու դրա մասին չես խոսում ոչ մեկի հետ, դու նույնիսկ չես էլ ուզում մտածես դրա մասին, բայց երբ որ քո հետ խոսում են, դու բոլորին ժպտում ես, ցույց ես տալ, որ ամեն ինչ այնքան հիասքանչ է, ոչ մի պրոբլեմ չկա, ոչ մի խնդիր չկա, բայց ներսից դա քեզ ուտում է։ Այնքան ահավոր է։ Ուզում եմ քեզ ասել, Տերը գիտի դրա մասին։ Տերը գիտի դրա մասին։ Տերը ոչ միայն գիտի, այլ նաև նա սպասում է քեզ Գողգոթայում։ Վերցրու այդ ծանրությունը քո կյանքի։ Վերցրու, 2 ձեռքով, պինդ բռնի ու քայլենք միասին դեպի Գողգոթա։ Քայլենք միասին դեպի Հիսուսի խաչը։ Քայլենք միասին դեպի այն վայրը, որտեղ շատ մարդիկ փրկություն գտան։ Որտեղ շատ մարդկանց կյանքեր փոխվեցին։ Որտեղ շատ մարդիկ հավիտենական կյանք ընդունեցին։ Ամեն։ Հաջորդ մարդկանց խումբը, ում որ վերաբերվում այս խոսքը, այն մարդիկ են, ովքեր խորը հիասթափություն ունեն իրենց կյանքերի մեջ։ Հիասթափություն, որը որ քո կյանքը տակն ու վրա է արել։ Եվ դու այսօր ստեղ ես։ Եկել ես մտածելով հələ գնամ տենամ այսօր ինչ կասի Տերը ինձ։ Եթե դու այդ մարդն ես, լսիր ուշադիր։ Աստծո խոսքը վերցրա քո հիասթափությունը, վերցրա քո այդ վերապրումները ու արի միասին գնանք Գողգոթա։ Որտեղ Տերը քո հիասթափությունը կվերցնի ու կտա մեկ ուրիշ բան քո համար, քո կյանքի համար։ Եվ քո կյանքը կընկնի իր հունի մեջ։ Այստեղ նույնպես կան մարդիկ, ովքեր կոտրված սրտեր ունեն։ Չգիտեմ ինչն է կոտրել քո սիրտը, կամ ով, բայց գիտես, Տերը հատուկ խոսք ունի, կոտրած սիրտ ունեցողների համար։ Վերցրա քո կոտրած սիրտը, արգելիս։ Վերցրա քո կոտրած սիրտը ու միասին գնանք դեպի Գողգոթա։ Գողգոթա, որտեղ Հիսուսը քո կոտրած սիրտը կվերցնի եւ քեզ նոր սիրտ կտա։ Որտեղ նա կբժշկի քո սիրտը։ Դու քո մեջ պահել ես
ու մտածում ես հանկարծ ոչ մեկ չիմանա, որ իմ սիրտը կոտրված է։ Գիտես, կոտրված սրտով երկար չես ապրի, հարգելիս։ Քեզ կոչ եմ անում։ Խնդրում եմ, վերցրա քո հիասթափությունը, վերցրա վերքերը քո ներսի, վերցրա քո կոտրած սիրտը եւ միասին քայլենք դեպի Գողգոթա։ Քայլենք ու հասկանանք ինչ տեղի ունեցավ Գողգոթայում։ Մենք հաճախ գիտենք, բայց չգիտենք մինչև վերջ։ Մենք կարիք ունենք հաճախակի այցելելու Գողգոթա, նայելու խաչի վրա, նայելու Հիսուսի վերքերին, նայելու այն ամեն ինչին ինչ տեղի ունեցավ այնտեղ եւ հասկանալու իսկ մեզ ինչ այդ ամենից։ Իսկ մեր բաժինը որն էր այդտեղ։ Հարգելիս, սա կարևոր է, որ մենք հաճախակի հայտնվենք Գողգոթայում։ Հաճախակի մտովի այցելություն անենք Գողգոթա ու հասկանանք ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Գիտես, մարդիկ կան, ովքեր կապված են պարտքերի շղթաներով։ Հասկանում ես ինչա։ Խոսքը փոքր գումարի մասին չի, որ դու վերցել ես ու աշխատավարձ կստանաս կվերադարձնես։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ֆինանսները քեզ ամբողջությամբ գրավել են։ Պարտքերը, տոկոսները, չգիտեմ, վարկերը, չեմ ուզում շարունակեմ այս ամեն ինչը, բայց եթե դու այստեղ ես, դու գիտես ում մասին է խոսքը, կամ դուք գիտեք ում մասին եմ ես ասում։ Հարգելիս, վերցրա քո իրավիճակը, վերցրա քո պարտքերը, վերցրա այդ շղթաները, որոնք շղթայել են քեզ, ու արդեն բավականին երկար ժամանակ, ինչ պատճառներով ես չգիտեմ, բայց Տերը գիտի։ Վերցրա այդ շղթաները, այդ պարտքերի, այդ կապանքները, որ քեզ կապել է եւ դու չես կարողանում աջ ու ձախ շարժվել եւ քայլենք միասին դեպի Գողգոթա։ Տար քո շղթաները դիր Հիսուսի ոտների մոտ։ Տար քո շղթաները դիր ու նայ խաչի վրա։ Հիսուսը խաչվել է եւ ինչ։ Հիսուսը մահացել է ու հարություն առել եւ ինչ։ Ինչպիսի լուծումներ են։ Ես հավատում եմ, որ Տերը ունի տարբերակներ յուրաքանչյուրիս համար։ Տերը ունի ճանապարհներ յուրաքանչյուրիս համար։ Տերը ունի հրաշքներ յուրաքանչյուրիս համար։ Տերը ունի ինչ։ Բան չասեցիր։ Տերը զորավոր բաներ ունի, հարգելիներս։ Մենք նստած սպասում ենք, թե ով ինչ պիտի անի մեր համար, բայց լսի, վեր կաս տեղից հետո գնանք դեպի Գողգոթա։ Գիտես, մարդիկ հաճախ, գիտես ինչ են մտածում, ասում են, այ եթե այս հովիվը ինձ 5 րոպե լսի, մի հատ էլ վերջում ձեռքը դնի իմ վրա, ուզում եմ քեզ ասել, հույսդ մարդկանց վրա մի դիր։ Հույսդ մարդկանց վրա մի դիր։ Նորից ասեմ, հարգելիս, հույսդ մարդու վրա մի դիր։ Դիր Աստծո վրա, որովհետև Տերը ունի ճանապարհներ քո համար։ Ասա, Տերը ունի ճանապարհներ իմ համար։ Տերը ունի բաց դռներ իմ համար։ Տերը ունի լուծումներ իմ համար։ Տերը ունի հրաշքներ իմ համար։ Հալելույա Հիսուսի անվանը։ Հալելույա, փառք Աստծուն։ Խոսքս ուղղակի ուզում եմ ուղղել մարդկանց, ովքեր շատ հարազատ մարդիկ են կորցրել եւ սուքի մեջ են։ Հարգելիս, ցավալի է, բայց պետք չի, որ դու շարունակես սուքի մեջ մնալ։ Հիշիր քո մտերիմներին, հիշիր քո բարեկամներին, հիշիր քո ընտանիքի անդամներին, բայց մի թույլ տու, որ այս սուքը քեզ ամբողջությամբ վերցնի։ Ավելի շատ խոսքս ուղղում եմ որբևայրիներին։ Լսի, վերցրու քո այդ կարգավիճակը, որբևայրի կարգավիճակը, որ քեզ նեղում է, որ ներսից ուտում է քեզ։ Այդ միայնակությունը, մտածում ես, որ արդեն վերջ, դու միայնակ ես, էլ ոչ մեկի պետք չես, էլ ոչ մեկի հետաքրքիր չես։ Վերցրա քո այդ զգացողությունները եւ եկ միասին գնանք Գողգոթա։
Հիսուս ունի պատասխաններ քո համար։ Հիսուս ունի լուծումներ քո համար, արգելիներս։ Պետք չի մինչև կյանքի վերջը ապրել ներսի ցավերով։ Պետք չի մինչև կյանքի վերջը ապրել այդ հիասթափություններով։ Պետք չի մինչև կյանքի վերջը ապրել այն կարգավիճակով, որի մեջ այսօր դու գտնվում ես, որը որ քեզ նեղում է, որը Աստծո կամքով չի։ Տերը ունի պատասխաններ ամեն մեկիս համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Դες մարդիկ կան, ովքեր չեն կարողանում իրանց բերանը զսպել։ Ու նրանք այստեղ են։ Միգուցե նայում են մեզ։ Հարգելիս, վերցրա քո մեծ բերանը, որ մեծ բաներ է խոսում, ու արի գնան Գողգոթա։ Հիսուսը մի բան կանի։ Հիսուսը մի բան կանի։ Հիսուսը կփոխի քո բառապաշարը, որ քո բերանից էլ անեսք դուրս չի գա, որ քո բերանից օգնություն դուրս կգա, որ քո բերանից օգնություն դուրս կգա քո ընտանիքի անդամների համար, քո երկրի ու քո ազգի համար, քո բերանից օգնություն դուրս կգա ու Տիրոջ հասեին, Տիրոջ անվանը օգնություն կգնա։ Օ, սա այնքան զորավոր է։ Գիտես, եթե չես կարողանում լավ բաներ խոսալ, վատ բաներ մի խոսա։ Ինչի, Աստծո խոսքը գիտես ինչ ասում, քո բերանի խոսքերից ինչ կլինի, կշտանա, ով կշտանա, քո անձը, դա զորավոր բան է, Տերը հատուկ օրենք է դրել, քո բերանից ես դու կշտանալու, այնպես որ օրտնի ու էլի օրտնի, հալելույա, փառք Աստծուն սրա համար, իրես մարդիկ կան, որ վախեր ունեն, վախեր վաղվա օրվա համար և վախեր ունեն կորցնելու ընտանիքի անդամներին, լսի, վախը Աստծուց չի, սենց ասեմ քեզ, վերցրա քո այդ վախերը ու միասին գնան Գողգոթա, Հիսուսը կվերցնի քեզանից այդ վախերը ու կտա համարձակություն յուրաքանչյուրիս, ամեն, ու կտա համոզվածություն, որ Տերն է մեր Տերը, որ ինքն է մեր ապավենը, մենք վախենալու առիթ կամ պատճառ չունենք, ամեն, հալելույա, փառք Աստծուն, եկեք գնան Գողգոթա, եկեք այցելություն անեն Գողգոթա դեպի, մարդիկ կան ասում են, ես այնքան հոգնած եմ, ամեն ինչից, եթե դու այստեղ ես, և այս խոսքերը քեզ է վերաբերվում, որ դու հոգնած ես, ուզում եմ քեզ ասել, Հիսուսը հատուկ խոսք ունի քո համար, ու այդ խոսքը գիտես որն է, եկեք ինձի, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, մի ուրիշ թարգմանության մեջ գրած է, բոլոր վաստակածներ, Իսկ մենք նստել ենք տունը հոգնած ու տեղներից ես չենք շարժվում, բայց Հիսուս ասում է հել տեղից է ու արի գնան Գողգոթա, ես առաջարկում եմ քեզ, քո ներսը պատրաստի այսօր Գողգոթայի հետ հանդիպման, ամեն, քո կյանքը պատրաստիր Գողգոթայի հետ հանդիպման, իրենց մարդիկ կան, ովքեր որ նախանձ ունեն իրանց կյանքերի մեջ, զորավոր, ահավոր, զորավոր, չար բան է նախանձը, ինչ անում, նախանձ ինչ անում, ոսկորների հետ, մի բան անում է, գիտես, կարճ կասեմ, եթե դու զգում ես, որ նախանձ ունես քո ներսում, և դա քո ներսը ուտում է, դու կարիք ունես ապաշխարության, ու դու պետք է այսօր գնաս Գողգոթա, Հիսուսի հետ հանդիպման, ամեն, գնաս Գողգոթա, Հիսուսի հետ հանդիպման, ստեղ մարդիկ կան, ովքեր որ, գիտես ինչ ունեն, չներում ունեն, հաջորդ վատ բանը, գիտես, ես ինչի մասին, որ խոսում եմ, դրանք ներսում են, դրսևանց չեն երևում, ներսում են ու ներսից ուտում են, ներսից քայքայում են մարդու կյանքը, ներսից ինչ-որ բան է տեղի ունենում ու մարդը դրսևանց ներվայնանում է,
ու չգիտի ինչի է ներվայնանում։ Դադարիր նախանձել։ Դադարիր, ապաշխարիր, ներիր, չներումը հարգելիներս յուրաքանչյուր քրիստոնյայի համար ծանր բեռ է։ Ցավացրել են քեզ ու դա վերցրել ես քո համար ու դու ապրում ես չներումով երկար ժամանակ ու դու չես էլ պատկերացնում, թե չներումը քո հետ ինչ է անում։ Միգուցե դու կասես, ախր Հովիկ ջան, դու չգիտես ինձ հետ ոնց են վարվել։ Բայց ես ճանաչում եմ Հիսուսին։ Նա ուզում է փոխի քո կյանքը։ Պետք չի մինչև գերեզման իջնելը չներումով ապրել։ Բաց թող, ներիր, արի Գողգոթա։ Ու ինչքան հաճախակի գաս Գողգոթա, ինչքան հաճախակի նայես Հիսուսի խաչին, ինչքան հաճախակի վերապրես նրա մահն ու հարությունը, այնքան ավելի շուտ եւ արագ կազատվես եւ նախանձից եւ չներումից։ Մարդիկ կան, ովքեր ունեն իրանց կյանքերի մեջ հպարտություն։ Աստծո խոսքը ինչ է ասում հպարտության մասին։ Երբ որ հպարտանում է մարդու սիրտը, ինչն է մոտենում, կործանում է։ Մենք նայում ենք կար ու հանկարծ չկա։ Ասենք, վահ, ինչ տեղ ունեցավ։ Բայց խի սենց եղավ։ Բայց ո՞ց տենց եղավ։ Հարգելիներս, ասեմ, ոչ մեկս երաշխավորված չի այս ամեն ինչից, ինչ որ ես թվարկում եմ։ Բայց Տերը հատուկ առաջնորդություն է դեր, որ ես խոսամ սրանց մասին այսօր, այստեղ գտնվող յուրաքանչյուրին եւ նաեւ ուղիղ եթերով նայողներին։ Եթե դու զգում ես, որ հպարտություն է եկել քո վրա, եթե դու զգում ես, որ քիթդ վերևից չի իջնում, Տերը զգուշացնում արգելիս։ Տերը հանդիմանում է նույնիսկ, որովհետև չի ուզում, որ դու կործանվես, որովհետև չի ուզում, որ դու վնասվես։ Ինչ է ուզում, ապաշխարություն։ Ու այսօր է այդ օրը։ Այսօր է ապաշխարության օրը։ Այսօր է ստեղը, որտեղ մենք վերցում ամեն բան sense վերցնելու ենք ու գնանք դեպի Գողգոթա։ Ու ամեն ինչ դրենք Հիսուսի ոտների առաջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես մարդիկ կան, ովքեր ատելությունով բռնված են։ Ատում են ամեն ինչ։ Ամեն մեկին։ Տերը ուզում ազատի, արգելիս։ Տերը ուզում է ազատագրի այդ ատելության այդ ամեն ինչից։ Որովհետև Հիսուսը խաչվել է, մահացել է ու հարություն առել ամեն մեկիս համար։ Դա համար եթե դու զգում ես, որ ինչ-որ մի բան կա քո ներսում, ես նորից եմ ասում, ես ներսի մասին եմ խոսում այսօր։ Վերցրա այդ ատելությունդ ու գնանք դեպի Գողգոթա։ Գնանք դեպի դա դնես Աստծո ոտքերի առաջ։ Որտեվ Տերը ուզում է էլ ավելի բարձրացնի քեզ։ Որտեվ Տերը ուզում է էլ ավելի օրհնի քեզ։ Տերը ուզում է էլ ավելի օծի քեզ։ Բայց քեզ ինչ է պետք։ Մաքրվել է պետք։ Մի աստիճան բարձրանալ է պետք։ Մի աստիճան Տիրոջը ավելի մոտենալ է հարկավոր։ Հալելույա, փառք Աստծուն այս ամեն ինչի համար։ Գիտես, երբ որ ես պատրաստվում էի, առաջնորդություն ունեցա, որ մի քանի խոսք խոսամ ծառայողներին։ Կան ծառայողներ դահլիճում, խնդրում եմ ձեռքդ բարձրացրու։ Եկեք ծափարենք ծառայողներին։ Հալելույա, փառք Աստծուն, որովհետև նրանք հերոսներ են, զորավոր մարդիկ են, ովքեր կանգնում են Աստծո առաջ ծառայության մեջ, իսկ ովքեր ծառայողներ չեն, ասեն, որ դուք դեռ ունեք այդ հնարավորությունը մտնելու ծառայության մեջ Տիրոջը։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Բայց ծառայողների համար ուզում եմ մի քանի խոսք ասել։ Հարգելիս, ամենայն հարգանքով քո անձի եւ այն ծառայության նկատմամբ ինչ որ դու անում ես։ Վերցրու ծառայությունդ ու գնա Հիսուսի մոտ։ Վերցրա ծառայությունդ ու գնա դեպի Գողգոթա։ Դիր Հիսուսի ոտքերի մոտ։ Ու մտածի, ինչ կասի Հիսուսը քեզ քո ծառայության համար։ Կասի ապրես
բարի հավատարիմ ծառա, թե ուրիշ բան կասի։ Գիտես, մենք կարիք ունենք մտածելու, մենք կարիք ունենք հաճախակի լինելու Գողգոթայում, որովհետև շատ հարցեր կա։ Գիտես, ինչպիսի հարցեր, մենք ծառայում ենք, ինչպիսի սրտով ենք ծառայում։ Խոնարհությունով, թե ստիպված։ Մենք ծառայում ենք հոժարությունով, թե առավոտը արթնանում ենք, ասում ենք, այսօր նորից պետք է ինչ-որ մի բան անեմ։ Հարգելիներս, ուզում եմ քեզ կոչ անել, որ անկեղծ լինես Աստծո հետ։ Վերցա քո ծառայությունը ու դիր Հիսուսի ոտների մոտ ու հասկացի, իսկ ինչ կասի Հիսուսը քո ծառայությանը։ Դու հոժարությունով ես անում, դու սրտանց ես ծառայում Տիրոջը, թե գլուխ պահելով, թե շահից ելնելով։ Գիտես Աստծո խոսքը ինչ ասում, երբ որ մենք նայում ենք հայտնության 3-րդ գլուխը, որտեղ նկարագրված է Սարդեսի եկեղեցու հետ կապված որոշակի բաներ ասում Տերը, Սարդեսի եկեղեցուն նա ասում է, որ գիտես, այդտեղ մարդիկ ունես, որ իրենց հանդերձները չկեղտոտեցին։ Իրենց հանդերձները չկեղտոտեցին։ Սա գովելի է։ Սա վարձք ունի իր հետևականգնած, հարգելի ծառայակից եղբայրներ եւ քույրեր։ Ամեն։ Բայց գիտես ինչ եմ ուզում քեզ ասել, կարևոր է, որ մենք ավելի բարձրանանք, ավելի առաջանանք սրբության մեջ։ Ավելի փորձենք մոտենալ Տիրոջը, ավելի ունենանք Տիրոջ երկյուղը մեր կյանքերի մեջ։ Որովհետև սա կարևոր է, սա մեզ մոտեցնելու է Տիրոջը։ Որովհետև որից մի օր գիտես, մենք կանգնելու ենք Աստծո առաջ ու ինչպես որ Աստծո խոսքը ասում է, սա բոլորին է վերաբերվում, որ կրակն է փորձելու մեր աշխատանքը, մեր ծառայությունը, մեր ապրած կյանքը։ Ու ահավոր է, երբ որ կրակից հետո ոչինչ չմնա։ Հասկանում ես ինչի մասն եմ ասում։ Եթե կան խնդիրներ այսօր հարգելիներս, եթե կան խնդիրներ, արի միասին գնանք Գողգոթա։ Գողգոթայում ոչ թե Հիսուսին ներկայացնենք, թե մենք ինչքան լավ ծառայող ենք, այլ ներկայացնենք մեր թերությունները, այլ ներկայացնենք մեր սայթակումները։ Ամեն։ Համաձայն ես։ Եվ ուզում հատուկ խոսք խոսալ ծառայողներին։ Եթե դու ծառայող ես ու մեղքի մեջ ես, Տերը հանդիմանում է հիմա քեզ։ Նորից եմ ասում, եթե դու ծառայող ես, լսում ես, ու դու մեղքի մեջ ես, Տերը հանդիմանում է քեզ։ Հանդիմանում է ոչ թե դեպի կորուստ, հանդիմանում է դեպի ապաշխարություն։ Ու այդ ապաշխարության օրը հենց այսօր է հարգելիս։ Հենց այսօր է այդ ապաշխարության օրը։ Տերը չի ուզում կորցնի ոչ մեկին հարգելիներս։ Ընդհակառակը Տերը ուզում է շահի բոլորին, ուզում է մաքրի բոլորին, ուզում է բարձրացնի բոլորին, ուզում է ուղղակի բերի մի բանի մեջ, որտեղ նոր օրհնություններ կլինեն ու նոր զորություններ կլինեն, նոր պարգևներ կլինեն ու նոր հրաշքներ կլինեն։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Եվ ևս մի խոսք, որ ուզում եմ ուղղել ծառայողներին, հարգելի, չգիտեմ ինչ ծառայության մեջ ես, բայց դու պիտի հասկանաս, որ ծառայությունը դա պետք է փառաբանի Հիսուսի անունը։ Ծառայության մեջ ոչ թե քո թագավորությունն ես կառուցում, այլ Հիսուսի թագավորությունը։ Ամեն։ Շատ վտանգավոր է, երբ որ ծառայողները մեղքի հետ խաղում են։ Գիտես ինչ է նշանակում մեղքիկ, սենց ասեմ։ Մեղքը փոքրացնեմ, մեղքիկ դարձնեմ։ Ու հանկարծ քո սեփական մեղքիկը ունես։ Սա ոչ միայն ծառայողներին է վերաբերվում, այլ բոլորին է վերաբերվում։ Երբ որ մեղքիկը դու պահում ես, տաքացնում ես, ջերմացնում ես, ինքը օրերից մի օր քեզ կործանելու է։ Ինքը քեզ օրերից մի օր շատ հեռու է տանելու Հիսուսից։ Ինքը մի օր
բաժանելու է քո ընտանիքը։ Ինքը մի օր քեզ գցելու է սատանայի ճանկի մեջ։ Ինքը քեզ մի օր նենց է հայերեն չգիտեմ պատմոշկա տալու։ Ու դու քիթ մռութի վրա գնելու ես ասֆալտին։ Ասես, «Վայ, ինչ եղավ իմ հետ»։ Դու մի ասա մեղքի կծեր ընկել ոտի տակ։ Չտեսար ուղակի։ Հարգելիս, ես քեզ կոչ եմ անում ապաշխարության այսօր։ Որտեվ մեղքիկը ինքը տանելու է դեպի կործանում։ Ուզում եմ մի տեղ էլ կարդալ քեզ համար մեղքիկի հետ կապված Առակաց 7-րդ գլուխ։ Սա այն գլուխն է, որտեղ նկարագրվում է անառակ կնոջ պատմությունը։ Բայց չեմ ուզի, որպեսզի մենք միասին դիտարկենք սա որպես անառակ կնոջ պատմություն, այլ կուզենամ, որպեսզի մենք իրար դիտարկենք որպես մեղք։ Ինչ կարա մեղքը անի մեր կյանքերի մեջ։ Լավ։ Առակաց 7-րդ գլուխ 12-րդ խոսքն եմ ուզում կարդալ ձեր համար։ Գրված ասպես. երբեմն դուրսը, երբեմն հրապարակներում եւ ամեն անկյունի մոտ դարանամուտ է լինում։ Դեսա անառակ կնոջ մասին է խոսում, դա դարանամուտ է լինում, թե ում վերցնի, բայց ես սա բերում եմ մեղքի վրա։ Հիշում ես մեղքի մասին ինչ էր ասում, Տերը դրանդ մոտ պարկած է։ Ինչ անում, քեզ է փափագում։ Գիտես, դիվական աշխարհը ամբողջությամբ աշխատում է քո վրա, յուրաքանչյուրիդ վրա։ Ու գիտես ինչ ուզում անի քեզ, իրանով անի։ Որ հետո ինչ անի, հայտնապես խայտառակ անի քեզ։ Հայտնապես խայտառակ անի քո ընտանիքը։ Հայտնապես խայտառակ անի քո եկեղեցին։ Հայտնապես խայտառակ անի քեզ քո շրջապատի մեջ։ Դա է ուզում մեղքը անի, հարգելիս, մեղքը ուրիշ բան չի կարա անի։ Վերջում էլ փրկությանդ հարցը դնի հարցականի տակ։ Ուզում ես մեղքիկի իրական դեմքը, ուզում եմ քեզ կարդալ հիմա։ Առակաց 7-րդ գլուխ 26 խոսքը։ Որովհետև նա շատերին է խոսոտել եւ վայր գցել եւ ամեն նրա սպանվածները զորավորներ էին։ Մեղքիկի սպանվածները, հարգելիներս, զորավորներ էին։ Զորավոր մարդիկ։ Ուշադիր լսի 27-րդ խոսքը, դժողքի ճանապարհները նրա տունը, որ իջնում է մահվան սենյակները։ Ինչ անում մեղքը, սպանում է, ում է սպանում, զորավորներին է սպանում, եւ նրա տան սենյակների ճանապարհը իջնում է դժող, ուղիղ։ Ուղիղ չվերթով, ոնց որ ասում են։ Որտեղ մահվան սենյակներն է։ Ես այսօր խոսում եմ մեղքի դեմ։ Ես այսօր հանդիմանում եմ մեղքը։ Ես այսօր ցանկանում եմ, որպեսզի մենք վերջում ապաշխարության աղոթք անենք, հարգելիներս։ Որովհետև շատերի համար մեղքը դարձել է ապրելակերպ։ Սուտ խոսալը դարձել է ապրելակերպ։ Գիտես, նախանձելը, ծաղրելը սովորական բան է դարձել։ Ու Տերը հանդիմանում է սա։ Տերը սթափության կոչ անում ամեն մեկիս։ Տերը ցանկանում որպեսզի մենք մոտենանք իրան ավելի ու ավելի։ Ամեն։ Կապ չունի մենք ով ենք։ Կապ ունի ինչպիսի վերաբերմունք ունենք Հիսուսի նկատմամբ։ Կապ ունի ինչպիսի վերաբերմունք ունենք Սուրբ Հոգու նկատմամբ։ Կապ ունի ինչպիսի վերաբերմունք ունենք Տիրոջ բերանից դուրս եկած խոսքի նկատմամբ։ Արդյոք դա հեղինակություն է մեր համար։ Արդյոք դա մենք պատվում ենք այդ խոսքը։ Արդյոք մենք բանի տեր ենք դնում։ Արդյոք մենք չենք նմանվում զինվորներին, որոնք Աստծո խոսքը ուզում են իրենց հարմարացնել, ոչ թե մենք հարմարվենք Աստծո խոսքին։ Սա վտանգավոր բաներ է, հարգելիներս։ Մենք ապրում ենք վերջի ժամանակներում։ Եվ վերջի ժամանակները դրանք չար ժամանակներ են։
որտեղ պղծությունը, մեղքը ավելի ու ավելի բարձրանում է։ Իսկ մենք ինչով պետք է դրա դեմը առնենք։ Մեր սրբությունով, մեր Տիրոջ հետ ունեցած փոխհարաբերությունով, մեր աղոթքներով, մեր խոսքը կարդալով, մեր եկեղեցի գալով, ծոմեր պահելով, հաղորդություն ընդունելով, հոգևոր խորհուրդների մեջ ապրելով, մենք կարանք դեմ առնենք այդ ամեն ինչին։ Համաձայն ես։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Փառք Աստծուն, որ Տերը բացում է ինչպես մենք կարող ենք կանգնել։ Եվ դա ինչպես է տեղի ունենում, երբ որ մենք հաճախակի գտնվում ենք Գողգոթայում։ Երբ որ մենք հաճախակի այցելում ենք Գողգոթա ու հասկանում ենք, ավելի ճիշտ փորձում ենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, օրես մի օր ձեռքը հայտնվեց ու պատին մի բան գրեց։ Ահավոր բաներ։ Կարծում եմ բոլորդ գիտեք։ Մանե, թեկեղ, ինձ թեկեղն է հետաքրքրում, անկեղծ։ Որտեղ գիտես ինչա թեկեղի թարգմանությունը։ Լավ բան չի։ Կշռվեցիր ու թեթև գտնվեցիր։ Թեկեղի թարգմանությունը կշռվեցիր ու թեթև գտնվեցիր։ Գիտես Տերը քաշ է դրել ամեն մեկիս վրա։ Ու նա սպասում է, որ մենք այդ քաշը պահենք, հարգելիներս։ Այդ հոգևոր քաշը պահենք։ Այդ հոգևոր զորությունը, որ Տերը դրել է ամեն մեկիս մեջ, ուզում է, որ մենք պահենք դա։ Որտեղ մենք օրերից մի օր կանգնելու ենք Աստծո առաջ։ Ուրախ զվարթ, ցանկանալու ենք լսել ուրիշ բան ու միգուցե Աստված չանի, լսենք ուրիշ բան։ Ես քեզ այսօր ապաշխարության կոչ եմ անում։ Ես քեզ այսօր կոչ եմ անում, որովհետեւ միասին գնան Գողգոթա։ Համաձայն ես։ Բայց գիտես, ամեն մի ճամփորդությունից առաջ կա ուղեբեր։ Որոշ ավիաընկերությունները թողում են 20, որոշները 23 կիլոգրամ, եւ դու այնտեղ դնում ես ամենակարևոր բաները, ինչ որ քեզ պետքա գալու ճամփորդության ժամանակ։ Մեր ճամփորդությունը դեպի Գողգոթա է, հիմա։ Խորհուրդ կտամ լավ բաները չվերցնես քո հետ։ Ճամփրուկից մեջ հավաքի դիր մեղքերդ։ Ամենասիրած մեղքդ կվերցնես։ Ճամփրուկից մեջ դիր ներսի վերքերդ։ Ճամփրուկից մեջ դիր չներումդ, նախանձդ, ատելությունդ, այն ինչը որ քայքայում է քեզ ներսից հարգելիս։ Եկեք ոտքի կանգնենք։ Եկեք մի քանի րոպե վերցնենք, ուղղակի խորհի Գողգոթայի մասին։ Ուղղակի սիրտդ բաց Գողգոթայի Հիսուսի առաջ։ Ուղղակի փորձիր, ոնց որ կփորձես ինչ-որ հովիվի, ինչ-որ ծառայողի ներկայացնես քո խնդիրը, նույն ձևի փորձի ներկայացնել Հիսուսին։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ասես Հիսուս, իմ համար այնքան ծանր է, այնքան ցավոտ է իմ համար։ Ես գիտեմ, որ այս բան ունեմ իմ կյանքում, բայց չեմ կարողանում ազատվեմ դրանից։ Ես գիտեմ, որ այս բանը կա իմ կյանքի մեջ, բայց ես չեմ կարողանում, հրաժարվում եմ ու նորից նա գալիս է։ Խոսա Հիսուսի հետ։ Խոսա, ասա, խոստովանի մեղքերդ։ Խոստովանի քո թուլությունները, հարգելիս։ Միգուցե ես այստեղ չթվարկեցի այն ինչ որ կա քո կյանքի մեջ, դա էլ վերցրու դեպի Գողգոթա գնալուց։ Դա էլ խոստովանի Հիսուսին։ Այսօր է օրը ապաշխարության հարգելիներս։ Այսօր այն օրը, որը որ Տերը այցելություն է անելու։ Այսօր այն օրը, որ Տերը փորձելու է ուղղակի փոխել քո ներսը, բժշկել քո ներսի վերքերը, որ այդ արցունքները, որը որ գնում է քո աչքերից, փոխվեն ու դառնան ուրախության արցունքներ։
Այն սիրտդ, որ ցավում ամեն անգամ, որ սրտի ցավեր չունենաս, այլ սիրտդ ուրախությունով ցնծա Աստծո առաջ։ Եվ ասի Տեր, շնորհակալ եմ, որ ինձ ազատեցիր դրանից։ Եկեք 2 րոպե վերցնենք ու աղոթենք։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր Աստված։ Մենք բոլորս ենք քո առաջ Տեր։ Եվ մենք ոչինչ չենք կարող թաքցնել քեզանից Տեր արքա։ Դու գիտես մեզ ներսից ու դրսից արտակ։ Դու գիտես մեզ մեր մտքերը Տեր Աստված, մեր զգացողությունները։ Դու գիտես մեր ձեռքբերումները ու դու գիտես մեր պարտությունները Տեր։ Դու գիտես մեր սրբությունը ու դու գիտես մեր մեղքերը Տեր Աստված։ Դու գիտես Տեր արքային մեր ներսի վերքերը Տեր Հիսուս։ Այդ ամբողջը քո առաջա Տեր։ Տեր, մենք գալիս ենք դեպի Գողգոթա։ Մենք գալիս ենք դեպի Գողգոթա ու մեր հետ բերում ենք այն ամեն բաները, որոնք կան մեր ներսում Տեր։ Որը ցավացնում է մեզ Տեր Հիսուս։ Օ, դա ցավացնում է մեզ Տեր արքա։ Օ, Տեր, մենք բոլորին ժպտում ենք, բայց դա մեզ ցավացնում է։ Մենք բոլորին փորձում ենք ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, բայց դա մեր ներսի ցավն է Տեր։ Եվ մենք Տեր այդ ցավերով գալիս ենք քո առաջ ու մենք խնդրում ենք Հիսուս, որ դու հպվես ամեն մեկից Տեր։ Տեր, որ դու հպվես ամեն մեկից Տեր արքա։ Տեր Աստված, որ դու կպնես ամեն մեկից Տեր արքա։ Որ դու կպնես Հիսուս։ Փոխես մեր կյանքերը Տեր։ Բժշկես մեզ Տեր արքա։ Որովհետև միակ ճանապարհը դու ես Տեր։ Որովհետև միայն լուծողը ու միայն բժիշկը դու ես Տեր արքա։ Մենք գալիս ենք քո մոտ Տեր ու մեր հետ բերում ենք մեր բոլոր մեղքերը, բոլոր պարտությունները, բոլոր վատ ու սխալ բնավորության գծերը, բոլոր ապրելակերպը Տեր քո առջևում է Տեր։ Մենք խնդրում ենք Հիսուս, այցելություն արա մեզ Տեր, ների մեզ ու բժշկի մեզ Տեր, մաքրի մեզ քո արյունով Տեր, մենք ապաշխարում ենք քո առաջ Տեր, մենք ապաշխարում ու ներողություն ենք խնդրում քո առաջ Տեր, Տեր Աստված, մեր հայացքները ուղղված է դեպի քեզ Հիսուս, ու մենք խնդրում ենք քեզ Տեր, վերականգնիր Տեր, օծիր Տեր Աստված, առաջնորդիր Տեր, ցույց տուր մեզ քո փառքը Տեր, փայլացրու քո երեսը մեր վրա Տեր արքա, մենք այնքան ունենք քո կարիքը Հիսուս, հալելույա քեզ Տեր, հալելույա քեզ արքա, հալելույա քեզ Տեր Հիսուս, շնորհակալություն քեզ արքա, շնորհակալություն քեզ Տեր, հալելույա, հալելույա, փառք Աստծուն։ Գիտես իշքան հաճախակի լինես Գողգոթայում, իշքան հաճախակի լինես Գողգոթայում, Տերը ինքան ավելի մոտ կլինի քեզ, ամեն, իշքան դու հաճախակի գնաս Գողգոթա, Տիրոջ զորությունը քո կյանքի մեջ ավելի զորավոր ձևի կշարժվի, ավելի հաճախակի որ գնաս Գողգոթա, Տիրոջը ավելի շուշուտ կհանդիպես Տեր, ու նա կդառնա քո Տերը, ու դու իր ծառան, նա կդառնա քո Աստվածը, ամեն, ու դու կքայլես իր հետ, ու Տիրոջ զորությունը, ուրախությունը, ցնծությունը, բժշկությունը ազատ կարձակվի երկնքից դեպի քո կյանքի մեջ, դեպի քո ընտանիքի մեջ, դրանից հետո քո եկեղեցու մեջ, դրանից հետո քո ազգի մեջ, դրանից հետո քո երկրի մեջ, ու Տիրոջ զորությունը կլինի այս երկրի մեջ, ու Տիրոջ զորությունը կլինի այս ազգի մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, փառք Աստծուն։ Հալելույա, փառք Աստծուն, արգելիներս։ Խոսքս ուղղակի ուզում եմ ուղղել մարդկանց, ովքեր առաջին անգամ են այսօր։ Եթե դու առաջին անգամ ես, խնդրում եմ, բարձրացրու ձեռքդ, ողջունենք քեզ։ Բան տեսնում եմ Տերը օրհնի, Աստված օրհնի ձեզ, Տերը օրհնի, պետք է խնդրեմ, որ դուրս գաս քո տեղից ու գաս առաջ։
մենք միասին շատ կարևոր աղոթք ունենք իրար հետ անելու։ Մենք կսպասենք։ Եթե վերևում ես, իջի ներքև։ Արի առաջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Պատահական չի, որ դուք այսօր այստեղ եք։ Բարև ձեզ, պատահական չի, որ դուք այսօր այստեղ եք։ Պատահական չի, պատահական չկա ոչ մի բան, արգելիներս, հատուկ օր է այսօր ձեր համար։ Մենք կսպասենք, մոտեցեք, խնդրում եմ։ Մենք շատ կարևոր աղոթք ունենք միասին անելու։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտեք, Տերը գիտի ձեզանից ամեն մեկին առանձին։ Ու երբ որ փորձում եք ինչ-որ բանով ներկայանալու, դուք ներկայացնում եք ձեր լավ կողմերը։ Բայց Տերը գիտի ձեզ եւ լավ կողմերից, եւ վատ կողմերից։ Բայց նա ուզում է փոխի, նա ուզում է գա ձեր կյանքերի մեջ։ Փոխի, ջնջի ձեր մեղքերը, ձեր սխալները, որ մինչև հիմա արել եք։ Նա ուզում է ընկերանա ձեր հետ, նա ուզում է ձեր Տերը դառնա։ Ուզում եք։ Հա, միասին աղոթելու ենք։ Ու աղոթքը գիտես ինչա, սա է, Տեր, խնդրում եմ արի իմ կյանքի մեջ։ Թույլ կտաս, որ Տերը գա քո կյանքի մեջ։ Սա կարևոր հարց է, դրա համար եմ ես տալիս։ Ես կաղոթեմ, դուք կրկնեք, եկեղեցին կօգնի մեզ։ Բայց թո սա քո աղոթքը դառնա, քո սրտի ցանկությունը դառնա, լավ։ Աղոթենք միասին։ Ասա, սիրելի Հայր, շնորհակալ եմ քո որդի Հիսուս Քրիստոսի համար։ Հիսուս, արի իմ կյանքի մեջ, ես հավատում եմ, որ դու Աստծո միածին որդին ես։ Ես հավատում եմ, որ դու երրորդ օրը հարություն ես առել։ Ես հավատում եմ, որ երբ որ դու խաչի վրա էիր, իմ մեղքերը, իմ հիվանդությունները, անեծքը, տկարությունները, դժբախտությունը, ամբողջը վերցեցիր քեզ վրա։ Մահացար ու հարություն առար առանց դրանց, որ ամեն քեզ հավատացողը կյանք ունենա ու ավելի։ Տեր, ես իմ կյանքը հանձնում եմ քո ձեռքերի մեջ։ Եղիր իմ Տերը, իմ ապավենը, իմ ամրոցը, շնորհակալություն քեզ Տեր։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Գիտես, արտակնապես ոչինչ չփոխվեց, բայց հոգևոր ձևի, գիտես ինչ փոխվեց, դու բացեցիր քո սիրտը, որ նմանա քո բնակարանին ու Հիսուսին ասացիր, Հիսուս, արի իմ կյանքի մեջ։ Ու երբ որ Հիսուսը գալիս է, ամեն ինչ սկսում է կարգավորել։ Մաքրեց ձեզ, ներեց ձեզ, նա ձեր Տերն է։ Ամեն։ Ձեր սիրտը Հիսուսի բնակարանն է։ Նա ապրում է ձեր կյանքերի մեջ։ Եվս մեկ աղոթք ուզում ենք ձեր համար անել։ Ուզում ենք օրհնել ձեր տները, ձեր տան անդամներին, ձեր կյանքերը։ Թույլ կտաք, չէ՞, որ մենք աղոթենք։ Գիտես, միգուցե, չգիտեմ, թուղթ ու գիր են ասում կամ չգիտեմ ինչ որ դիվական բաներ կարող է արած լինեն ձեր համար, ուզում ենք աղոթենք ու քանդենք դրանք, որ այդ դիվական բաները էլ ոչ մի ազդեցություն չունենան ձեր վրա։ Ուզում եք, համաձայն եք, եկեղեցի մեկնից ձեռքդ եւ օրհնենք մեր քույր եղբայրներին։ Տեր Աստված, մենք աղոթք ու աղաչանք ենք բարձրացնում մեր սիրելի քույրերի ու եղբայրների համար, Տեր։ Մենք օրհնություն ենք խոսում նրանց կյանքերի մեջ։ Տեր, օրհնի նրանցից ամեն մեկին, Տեր, նրա ընտանիքի անդամները, Տեր Աստված, ամեն մեկին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ու եթե մի չար բան էլ արած լինեն նրանց համար, մենք քո տված իշխանությունով քանդում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր, եւ մենք հռչակում ենք քո օրհնությունները ու քո պաշտպանությունը նրանցից յուրաքանչյուրի վրա։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Մենք մի փոքր նվերել ունենք ձեր համար, դա փոքր ավետարան է, ուզում ենք անպայման ձեզ տալ, եւ եթե դուք հարցեր կունենաք, ծառայողները կպատասխանեն ձեզ։ Եթե առանձին խնդրանք կունենաք, ուղղակի ինչ որ հարցի շուրջ խոսալու, ինչ որ աղոթքի, նրանք պատրաստ են ձեզ օգնելու։ Պետք է խնդրեմ ձեզ, որ մի քանի րոպեով անցնեք այսպես, ձեր ետևում մեր ծառայողներն են, նրանք կուղեկցեն ձեզ, անպայման չմոռանաս վերցնել քո նվերը։ Տերը օրհնի։ Հալելույա, փառք Աստծուն։
Արգելիներ, արժե Տիրոջը մեզ արելն ու փառաբանելը։ Եկեք միասին օրհնենք Տիրոջ անունը։ Եղեք օրհնված։